300,000 զոհ են տվել հանուն ինչի ազգի պահպանման համար լավագույն տարբերակը անկախ պետականությունն է, որ ցանկացած մեկը ով գտնում է, որ ինքը մեզ գաղափարակից է, մեզ ընկեր է, կարող է միանալ ոչ միայն ընտրելու հնարավորություն ունենալ, այլ նաև ընտրվելու հնարավորություն։ Սրանք տեխնոլոգիաները, որոնք օգտագործում են, որպեսզի հիմնական ուշադրությունը շեղեն, մայիսի 9-ը հենց այդ 6 ամիսն է։ Նոյեմբերից երբ որ հետ են գալի, հաշվում են 6 ամիս, ուղիղ 6 ամիս է։ Իրենք ցանկանում են նույնիսկ ձերբազատվել զոհի դերից։ Ողջույն, մարտական եղբայրություն միաբանությունում ենք եւ քաղաքական խմբի անդամ Մասիս Շիրոյանի հետ քննարկելու ենք շաբաթվա ամենակարևոր իրադարձությունները։ Ողջույն Մասիս։ Բարև ձեզ։ Կարծես Հայաստանն ու աշխարհը ապրում են շատ տարբեր աշխարհներում։ Պակիստան-Հնդկաստան սահմանին շարունակում են փոխհրաձգությունները եւ կարծես ավելի ու ավելի են սրվում հարաբերությունները։ Իսրայելում մոլեգնում են հրդեհները, Թուրքիայում երկրաշարժ տեղի ունեցավ, ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը չի թուլանում, թեպետ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն կնքեցին ինչ-որ պայմանագիր օգտակար հանածոների մասին, ինչին այդքան երկար ձգտում էր ԱՄՆ-ն եւ կարծես դա պիտի պայմանավորեր ի վերջո հարաբերությունների կարգավորումը, բայց տեսնում ենք, որ այդպես չի լինում։ Իսկ Հայաստանում բոլորովին այլ ռիթմ է, այլ օրակարգեր են։ Քոչարյանը հանդիպեց ուսանողների հետ, թերևս սկսենք խոսել հենց այդ թեմայից, որովհետև ընդգծված գնաց Ռուսաստանին պաշտպանելու գիծը։ Նշենք, որ Փաշինյանն էլ հիմա շուտով գնալու է մայիսի 9-ին հաղթանակի իր տուրքը մատուցելու եւ տուրք է մատուցելու կոմունիստներին, մինչդեռ Էստոնիայում օրեր առաջ ինքը կոմունիստներից տուժվածների շիրիմներին այցելեց, ըստ կոգնիտիվ դիսոնանսը էլի դժվար է հասկանալ եւ ամեն դեպքում նախ անդրադառնանք Քոչարյանին, որ կարծես ինչպես եւ Փաշինյանը, ինչպես եւ մեր բոլոր քաղաքական դաշտում երևացող քաղաքական ուժերը իր հարգանքի տուրքը, իր երաշխիքներն է մատուցում Ռուսաստանին, թե ընտրեք ինձ եւ ես կլինեմ այստեղ ձեր դեսպանը։ Սկսենք Քոչարյանից, առհասարակ քաղաքական դաշտի ընդհանուր մեծ պատկերը ներկայացնենք, կա Քոչարյան, կա Փաշինյան, հիմնական խաղացողներն են, եւ որոշակի ձևով շրջանառվում է երրորդ տարբերակը, նախորդ հաղորդումներում ենք նշել, որ Թաթարստանի տարբերակն է, բայց Քոչարյանի տարբերակը դա միութենական պետության տարբերակն է, ու իրենք նախընտրական քարոզարշավի նման process են սկսել, եւ կա Փաշինյանի տարբերակը, որը խաղաղության խոստումով հերթական զիջումներն է նախապատրաստում, այսինքն պետք է հրաժարվել անկախության հռչակագրից։ Հիմա Քոչարյանը հանդիպեց երիտասարդներին, փորձեց ներկայացնել, թե ինչպես են հաղթել իրենք առաջի Արցախյանում, փորձեց պիտակավորել որոշակի շատ նուրբ ձևով 16 թվականի ապրիլյան պատերազմը եւ 20 թվականի պատերազմը նույնպես պիտակավորեց, ու հետաքրքիր էր իր խոսքի մեջ հետեւյալը, որ ինքը ներկայացնում էր, որ առաջի Արցախյան պատերազմի ժամանակ 91-ից 94 թվականին, երբ որ իրենք հաղթել են կազմակերպվածության շնորհիվ, այսինքն 3 տարի կրվել են, չեն հանձնվել, քանի որ իրենք ավելի կազմակերպված էին, կարողացել են հաղթել։ Բայց ինքն իրեն հակասող տրամաբանությամբ այլ բան է ասում 20 թվականի պատերազմի վերաբերյալ, ասում է պետք է հանձնվենք, չի ասում ուղիղ տեքստով հանձնվել, ասում է հոկտեմբերի 17, 18, 19-ին հնարավորություն կար պատերազմը դադարեցնելու, այսինքն նշանակում է այո։ Զուտ օրվա խնդիր էր իրենց համար պատերազմը դադարեցնելն էր ելքը, իսկ պատերազմը դադարեցվում էր X տարածք կորստով կամ Y տարածք կորստով, տրամաբանությունը մեկն էր, Ադրբեջանը պահանջներ ուներ ու Ադրբեջանը չէր դադարեցնելու պատերազմը, քանի դեռ չէր բավարարվել իր պահանջները։ Այո։ Հիմա ինձ հետաքրքիր է հետևյալ հարցը, որ ինքը պնդում է, որ 17, 18, 19-ին հնարավորություն կար դադարեցնելու պատերազմը։ Ինքը ինչպես է դա պնդում երաշխիքներ տալի Ադրբեջանի նախագահի անունից, այսինքն ոնց է կարողանում մարդը երաշխիքներ տալ Իլհամ Ալիևի փոխարեն։ Ու մեր քաղաքական դաշտում առհասարակ հիմա այսպիսի տենդենցիա է նկատվում, որ մեկը մյուսից ավելի ջանասիրաբար փորձում են ներկայացնել, որ իրենք կարող են լավ պայմանավորվել, լավ բանակցել, որպեսզի Ալիևը գնա զիջումների կամ Ալիևը որոշակի քայլեր չանի։ Բայց եկեք նկատենք, մենք արդեն ունենք post
պայմանագրային իրավիճակ, հա, համաձայնագիր հայտարարություն, ինչ կուզենք դնենք անունը, որի արդյունքում մենք տեսնում ենք, որ մենք զիջել ենք ամեն ինչ, մեզ այդ համաձայնության շրջանակում տրված որևէ զիջում չի արվել։ Այսինքն մենք արդեն ունենք, որ երբ էլ կանգնեցվեր, այսպես է լինելու, ոնց է լիներ, այսքանից հետո նույնիսկ նման պնդումներ անել։ Ես հետ կգամ, մի պահ մտածենք, որ կանգնեցվել էր հոկտեմբերի 17-18-ին։ Նոյեմբերին էլ որ կանգնեցվել էր, Արցախում որոշակի հայկական տարածք մնացել էր, այսինքն հայաբնակ էր մնացել, որը հայաբնակ մնաց մինչև 23 թվականի սեպտեմբեր, հոկտեմբերի սկիզբ, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Հիմա ինչ տարբերություն հոկտեմբերի 17-18-ի մեջ Եվ նոյեմբերի 9-ի, եթե տրամաբանությունը հետևյալն է, որ մենք գնում ենք, պայմանավորվում ենք ըստ Ադրբեջանի ներկայացրած պահանջների, լավ, դա էլ համաձայնվել ենք, ռուսներն էլ դրա հովանավորն էին, Քոչարյանի ներկայացրած դաշնակից ռուսները, մեր այդ Արցախ հայկական պահելու երաշխավոր իրենք էին, խաղաղապահներ իրենք տեղակայեցին, բայց դա նույնպես զսպող մեխանիզմ չեղավ, որպեսզի Արցախը մնա հայկական։ Ու բոլորի մոտ հարց է առաջանում, ասում են, բա ինչ էր հնարավոր անել, միակ տարբերակը դեռևս շարունակելն է, այսինքն պլանները խախտելը, որովհետև դա հստակ պլանավորված էր, նույն ռուսների պաշտպանության նախարարը հայտարարեց, որ թուրքերի հետ համատեղ սա օպերացիա էր գծված, որը հազիվ գլուխ բերեցինք։ Այո։ Սա այս մասով Լավրովն էլ հայտարարեց այդ մասին, որ դա իրենց համատեղ պլաններ, օպերացիաներ ու վերջերս էլ նույն ՔՊԱ-ական պատգամավորները տարբեր հարթակներից, տարբեր տեղերում թմկարում են, որ հավասարության նշաններ են փորձում դնել ԿՊ պատգամավորները Արցախի ու պատմական Հայաստանի այլ տարածքների միջև, ու ոչ մեկ չի էլ իրենց հակադարձում, որ ինչպես կարելի է դրանք համարժեքության մեջ դնել, որովհետև Արցախը իրենք երբ որ եկել են իշխանության, Արցախը հայկական էր, Արցախը Հայաստանի մաս էր, Արցախը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ անկախության հռչակագրով ֆիքսված է, որ Արցախը եւ Հայաստանը միացել են։ Հայկական։ Ես ինքս ծառայել եմ Արցախում։ 5 կար չէ, որ ես Արցախում եմ ծառայել։ Իմ նման բազմաթիվ 300,000-ից ավել մարդ ծառայություն է անցել պաշտպանության բանակում։ Եթե դրան իրավական հիմք չկար, ինչպես է պատահում, որ մենք գնացել ենք Արցախում ծառայելու։ Այդ թվում եւ Փաշինյանի որդին։ Հա, այդ թվում եւ Փաշինյանի որդին, այսինքն 91 թվականից սկսած, 91-92 թվականից սկսած, երբ որ արդեն կանոնավոր բանակ կար, մինչև 2020 թվականը ծառայել ենք պաշտպանության բանակում որպես Հայաստանի զինված ուժեր։ Ու սա անօրինական քայլ չի եղել, սա կեղծ քայլ չէ, որովհետև հիմքերի հիմքը անկախության հռչակագիրն է։ Անկախության հռչակագրից է բխում մեր այնտեղ իրականացրած ծառայությունը։ Ըստ այդմ մինչ այդ պահը հարցեր չկան, իսկ այն պահից հետո, երբ հայտարարվում է, թե Արցախը Ադրբեջան է, ինչի մասին էս վերջերս շատ ավելի ակտիվորեն սկսել են խոսել ԿՊԱ-ական պատգամավորները, ով է որոշել, որ Արցախը Ադրբեջան է։ Խնդիրներ, որ վերաբերում են նախորդ 30 տարիներին, որ վերաբերում են վերջին 3 տարիներին, այդ որոշումներին, այդ հողը ընդերքը օգտագործելուն եւ այլն։ Ով է որոշել, որ Արցախը Փաշինյանի մի հայտարարությամբ։ Փաշինյանն է որոշել, բայց դա Փաշինյանի որոշումը հայերի վրա չի ազդում։ Այո։ Որովհետև Փաշինյանը իրար հակասող որոշումներ է իրականացնում, բայց ես ապրել են իրականության մեջ, որտեղ մեր կյանքը կառավարվում են հենց այս ազգային ժողովի որոշումներով եւ առհասարակ մենք ապրում ենք։ Դրանք հետ շրջելի են։ Ես կփորձեմ հետ գալ Քոչարյանի, երբ որ ինքը փորձեց ստանձնել Ռուսաստանի Դաշնության փաստաբանի դերը։ Դե դա ամբողջ ընթացքում էր։ Իր ամբողջ այդ հարց ու պատասխանի ընթացքում, այո, նա Ռուսաստանի փաստաբանի դերն էր ստանձնել, բայց հիմա ես հարց եմ առաջացնում Քոչարյանի համար։ Արցախը, նախ ինքը ասում էր դրան Ղարաբաղ, սկսենք դրանից, որ ինքը ընդունում էր ադրբեջանցիների տարբերակը, բայց ասում եմ Արցախը անցել է Ադրբեջանի կազմ սովետական միության ժամանակ։ Արցախը ապրել է սովետական միության օրենքներով, Ադրբեջանի կազմում լինելով ինքնավար մարզ, այսինքն ինքնուրույն միավոր էր։ Հիմա ովքեր են եղել Արցախի երաշխավորները։ Ռուսները։
չէ, սովետական միության ժամանակ եմ ասում, ովքեր են եղել Արցախի հայ բնակչության անվտանգության երաշխավորներ, որտեղ այն ժամանակ էլ հսկայական պետություններ, որտեղ Խորհրդային միությունը, այո, Խորհրդային միության իրավահաջորդ պետությունը Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ ամեն դեպքում պայմանագրեր եւ այլն չկան, որ Ռուսաստանը հովանավորում է կամ չգիտեմ, ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունից դա երբ որ պարտավոր, երբ որ փլուզվում էր Խորհրդային միությունը ու Խորհրդային միության իրավահաջորդ հռչակում Ռուսաստանի Դաշնությունը, այո, Հայաստանի Հանրապետությունը եղել է Արցախի բնակչության, հայ բնակչության անվտանգության երաշխավորը, բայց այստեղ ուներ նաեւ պարտավորություններ Քոչարյանի սիրելի հայերի Հայաստանի Հանրապետության Դաշնակից Ռուսաստանը, այսինքն սա Ռուսաստանի թերությունների ու ռազմավարական այդ դաշնակցի գործընկերոջ պարտականությունները չիրականացնելն է։ Նույնպես, որովհետև վերջում իրենք տարան խաղաղապահ զորք ու վերջում նույնպես իրենք դրժեցին իրենց խոստումներ, իրենց պայմանագրերը ու հայ բնակչությանը կանգնեցրեցին փաստի առաջ։ Եկեք իրավիճակին նայենք այլ տեսանկյունից։ Քիչ առաջ ես նշեցի ռուս-ուկրաինական բախումների մեջ ԱՄՆ-ի դերը, Ամերիկան փորձում է խաղաղարարի դեր իրեն վերագրել, բայց մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն հենց ստացավ անդերքի այդ պայմանագիրը, որին այդքան ինքը ցկտում էր, անմիջապես հետքայլ արեց եւ արդեն 3 հայտարարել է, որ մի բան պայմանավորվեք իրար հետ, ինձ տվեք այն փաստաթուղթը, ես այդքան ժամանակ չունեմ պաշտոնական մակարդակով, որ անընդհատ օվկիանոս կտրեմ կամ ձեր հարաբերությունները կարգավորելու։ Այսինքն փաստացի ինքը ստացավ այն ինչ իրեն պետք էր եւ հետ քաշվեց։ Նորմալ է, որովհետեւ մեծ քաղաքականությունը սիրուն աչքերի քաղաքականություն։ Բայց այս պարագայում մենք կարող ենք ասել, որ ոչ Եվրոպայի վրա կարող ենք հույս դնել, ոչ ԱՄՆ-ի վրա կարող ենք հույս դնել, դե այս մարդիկ էլ մտածում են, որ գոնե Ռուսաստանը ինչ որ մի ձևով։ Չէ, ոչ մեկի վրա հույս դնել պետք չի։ Մեր ընկեր Դարլաքյան Ռուբենը միշտ սրա մասին շեշտում է։ Ասում է, մեծ պետությունների խնդիրները մեծ խնդիրներ են։ Փոքր պետություններն են փոքր։ Փոքր պետությունների պատերազմները փոքր պատերազմներ են։ Հետևաբար եւ փոքր զորը շուտով մայիսին է նշելու են երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը, որին 300,000 զոհ։ Որին մենք մեծ մասնակցություն ենք տվել, 300,000 զոհ ենք տվել։ Հիմա 300,000 զոհ ենք տվել հանուն ինչի։ Այս հարցը չեն կարող մեզ ոչ մեկ հիմնավորել։ Չկա դրա հիմնավոր պատասխան։ Հայաստանի Հանրապետությունը, Խորհրդային Հանրապետությունը, լավ։ Հայ ժողովուրդը հանուն ինչի է տվել այդ 300,000 զոհը։ Մենք մեծ կայսրության մաս էինք եւ մենք էլ պարտավորություն ունենք պատերազմի ժամանակ ունենալ այնտեղ զինված ներկայություն, զինվորներ տրամադրել եւ ըստ այդմ ունեցել ենք այդ ներկայությունը եւ տվել ենք։ 4 տարվա ընթացքում հայ ժողովուրդը տվել է 300,000 զոհ։ Հիմա հետ են գալիս 88-ից սկսած մինչև այսօր 2025 թվական 37 տարվա մեջ ինքներս մեր համար տվել ենք ոչ ավել քան 15,000 զոհ։ Մոտ, այո։ Ոչ ավել։ Հիմա սրանք անհամեմատելի են։ 4 տարվա ընթացքում 20 անգամ ավել ենք զոհ տվել ոչ մեր համար։ Հիմա օրինակն եմ բերում, դրա համար եմ անդադ շեշտում, որ անկախությունը գերագույն արժեք է։ Պետք է ձգտել լիակատար նորմալ անկախության, որովհետև ազգի պահպանման համար լավագույն տարբերակը անկախ պետականությունն է։ Իրենք նույն Ռոբերտ Քոչարյանը, երբ որ ասում է միութենական պետություն, կամ ավելի վատ տարբերակներ են առաջարկում Թաթարստանի օրինակով, կամ հրաժարվել անկախությունից, դրա էլ ընտրանքը մեծ պետությունների կազմ մտնելն է, որը մեզ տալու է ավելի մեծ կորուստներ։ Մեզ հակադարձում են մեծ խնդիրներ են դնում իրենց առաջ, իրենք դա անում են մեր ձեռքերով։ Կրակից շագանակները միշտ հանում են թույլերի ձեռքերով։ Մեզ հակադարձում են իմիջիայլոց շատ վտանգավոր տես խոսույթ են մտցրել, որ կարևորը ազգն է, ազգի փրկությունն է, դրա համար մենք 1000 տարի պետականություն չենք ունեցել, բայց ազգը կարողացել ենք պահպանել։ Սա շատ վտանգավոր խոսույթ է, այսինքն 70 տարի անկախ պետություն չենք ունեցել, սովետական միության կազմում ենք եղել, որպեսզի կարողանանք պահպանել հայ ազգին, փրկենք հայ ազգին։ Սա կեղծ օրակարգ է։ Ացեք տեսեք այդ 1000 տարվա ընթացքում, երբ որ պետականություն չի եղել, հայերը ինչ տիպի կորուստներ են ունեցել, ու երբ որ պետականություն ենք ունեցել, մեր կորուստները ինչպիսին են եղել։ Այո, անկախությունը մշտական պայքար է, անկախության համար միշտ պետք է պայքարել, միշտ պետք է կռվել, բայց մեր նման պետությունների կռիվները, ասում եմ, փոքր կռիվներ են։
Դրա համար ազգի պահպանման լավագույն տարբերակը, ազգի գոյատևման լավագույն տարբերակը դա անկախ միավոր ունենալն է, սա չի քննարկվում։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանի այդ առաջ քաշած թեզերը սրանք ամբողջությամբ մանիպուլյացիաներ են։ Նույնքան վտանգավոր են մեզ համար, որքան այս իշխանության չեն տարբերվում, իրանք բովանդակային առումով չեն տարբերվում, իրենք երկուսով նույն բանն են առաջարկում ու իբր թե դեմոկրատիա են քարոզում։ Ժողովրդին դնում են երկու վատագույն ընտրությունների առաջ։ Իսկ մենք ինչ ենք ասում ենք դեմոկրատիան դա ոչ միայն ընտրելու իրավունքն է, այլ նաև ընտրվելու։ Դրա համար ենք ասում, որ ցանկացած մեկը, ով գտնում է, որ ինքը մեզ գաղափարակից է, մեզ ընկեր է, կարող է միանալ ոչ միայն ընտրելու հնարավորություն ունենալ, այլ նաև ընտրվելու հնարավորություն։ Ինքը անձամբ պետք է տեր կանգնի իր հարցերը կարգավորել, սա է դեմոկրատիան։ Իսկ մեզ առաջարկում են, ասում են, տեսեք, կոմպուսից նշանակված երկու ուղղություն կա, երկուսն էլ նույն բանն են առաջարկում, եկեք սրանց մեջ ընտրություն կատարեք, ինքներդ ձեզ խաբեք, թե իբր դուք ընտրություն եք կատարում։ Հիմա տեսեք, կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ որ ակնհայտ է, որ այս ընդդիմությունը, եթե դարձավ իշխանություն նույնն է անելու ինչ որ այս արդեն իսկ շատ վտանգավոր գիծ բռնած իշխանությունը, եւ ամեն դեպքում դրանից ազատվելու ձևը շատ դժվար է նշмарվում։ Ընդդիմադիրների մի խումբ Նարեկ Մալյանի նախաձեռնությամբ սկսել է հանդիպումներ պատգամավորների հետ, առաջարկելով միանալ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությանը։ Եվ մի քանի դրվագներ կան, բայց ամենահետաքրքիրը երևի Արսեն Թորոսյանի ուղիղ եթերում նամակը, իրեն ուղղված նամակը պատռելու դրվագներ։ Իրականում իմպիչմենտի գործընթացը ես չեմ կարծում, որ կպսակվի հաջողությամբ, բայց սա կարևոր process է իմ կարծիքով ընդդիմադիր դաշտին լյուստրացիայի ենթարկելու համար։ Էմերանք լյուստրացիայի ենթարկելով բոլորին արդեն պատկերացնում ենք։ Հերթական անգամ Մալյանից սկսած process-ը միգուցե իրենք այլ նպատակներ ունեն, բայց արդյունքում տեսնելու ենք մի պատկեր, որտեղ պարզ կդառնա ով է, ով ում ընկերն է, ով ում դաշնակիցն է, ինչպես է պատահել, որ օրինակ 2018 թվականից Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, համատեղ սեփական փոխվարչապետով պարլամենտում հայտնվելով, չգիտեմ, իշխանությունը ամեն ձև կիսելով, դատական շոուներով, տենդերները միասին կիսելով, այս ամեն ինչը համատեղ է գծվում։ Արդյունքում ստացվել է մի բան, որ Մալյանենց կազմակերպած գործունեության արդյունքում միգուցե հանրապետական կուսակցությունը կարողանա որոշակի դիվիդենդներ շահել քաղաքական առումով։ Բայց հանրապետական կուսակցությունն էլ առանձին կանդրադառնանք, որովհետև մեծ հաշվով 13 թվականին իրենք են ստորագրել ԵԱՏՄ մտնելու փաստաթուղթը։ Ամենայն դեպս ինչ վերաբերում է լյուստրացիային, այս շաբաթ մենք տեսանք շատ հետաքրքիր դրվագներ, որ մեզ համար նորից բացահայտում են կերպարները այն մարդկանց, ովքեր հիմա նստած են որպես իշխանություն, ցուցարարների հետ հետաքրքիր բանավեճի մեջ մտավ ԿՊԱ-ական պատգամավորներից մեկի Վահագն Ալեքսանյանի մայրը եւ գրեհկաբանորեն արձագանքեց իրեն ուղղված առաջարկին։ Միանգամից բոլորը հիշեցին ազգային ժողովի թքել սիրող նախագահի մորը, որ շատ անպատկար, անպատշաճ ժեստ էր ցուցադրել իրենց պատշգամբից, նաև կարծեմ թքել էր ցուցարարների վրա, եւ մի քաղաքապետ ունենք Ավինյանը, որ ասում է ասեք կանենք, բայց ինչ ասում են ոչինչ էլ չի արվում, իր հորը, որ բոլոր օփել քշողներին այսպես ընդհանրական անվանել էր համբալ։ Մենք տեսնում ենք, թե ինչպիսին են այս մարդկանց մեր իշխանավորներին դասիրակողները, ծնողները։ Ըստ այդմ, կարծես լյուստրացիայի շատ բաներ չկա։ Մնում է հասկանալ, թե ինչու այս ամբողջ քաոտիկ իրավիճակում հենց այսպիսի դրվագներն են դառնում, ամենակննարկվածը մեր խաչմերուկային ամենավտանգավոր կիզակետային տեղում եղող երկրում։ Սրանք տեխնոլոգիաները, որոնք օգտագործում են, որպեսզի հիմնական ուշադրությունը շեղեն այսպիսի անբովանդակ process-ներին, ու շատ դեպքերում նույն ԿՊԱ-ականները կարող են բողոքել, որ ընտանիքի անդամներին պետք չի խառնել, բայց իրենք են խառնում, իրենց ընտանիքի անդամներն են խառնվում process-ներին։ Իմիջիայլոց դա գալիս ամենավերևից։ Երբ որ Նիկոլի ընտանիքի բոլոր անդամները բացառության երևի Աշոտիկի վերջերս բացառության, բայց տեսանք, որ երբ նոր էր ընտրվել, Աշոտիկը գերակա տեղում էր։ Բացառությամբ, այս բանի բացառությամբ Աշոտիկի, բայց մնացածը ակտիվորեն մասնակցում են քաղաքական process-ներին, իրենք մասնակից են այս բոլոր
հայհոյանքներին, բոլոր կոնֆլիկտներին արդյունքում լինում է, որ շարունակում է դա մյուսների ընտանիքների վրա է պրոյեկտվում, մյուսների ընտանիքների անդամներն են մտնում process-ի մեջ, իսկ երբ որ process-ի մեջ են մտնում, հակազդեցություն է լինում, դրանից պետք չէ զարմանալ, պետք չէ նեղվել, պետք է դա նորմալ վերաբերվել։ Նորմալ է, այդ մարդկանց, որ վիրավորում են, հակադարձում են, ասենք, իրենք են այդպես պահում, իրենք են դա այդ մեթոդները բերել քաղաքական դաշտ, իրենք են այդ ամեն ինչի ճարտարապետները, դրա համար տրամաբանությանը մոտ զարգացումներ են։ Բացի դրանից չմոռանանք, ուզում էի նշել անպայման, որ այս երևույթը, երբ որ թիրախավորվում է նաև ընտանիքը, վերեցին նաև ԿՊԱ-ականները, երբ որ նոր, այսպես ասած, հաղթել էր հեղափոխական այս շարժումը, դագաղներով գնում էին նախկին հանրապետականների դռների մոտ եւ անթույլատրելի վարքով ինչ որ հոգեբանական ծանր վիճակում էին դնում մարդկանց։ Այնպես որ հիմա քաղում է այն ծառի պտուղները, որ ինքներդ եք տնկել։ Եվ այս անթույլատրելի վարքը նաև մտնում է արդեն պաշտոնական մակարդակ, ավականիում տեսանք, որ ակտիվիստը, որ հրապարակում էր արել շատ վատ ձևով կառուցված մանկապարտեզի մասին, որտեղ եղունգով կարելի էր պոկել կամ, չգիտեմ, ասֆալտը կարելի էր շատ հեշտ հանել դրված տեղից, որովհետև համապատասխան պատշաճ ձևով չէր կատարվել աշխատանքը, ուղղակի բռնության ծեծի ենթարկվեց հենց թաղապետարանում, հենց ավականի նիստի ժամանակ, այսինքն մենք էլ ուրիշին չենք ակնկալում եւ անմիջապես դրա հաջորդ օրը տարածվեց տեսանյութ, ինչպես են հոկտեմբերյանի ոստիկանությունում խոշտանգումով բռնությամբ, սարսափելի կադրերով մարդու վզին նստելով, ձեռք գրեթե կոտրելով բերման ենթարկում էլի ինչ որ մեկին, ով ընդամենը կասկածյալ էր։ Մարդը արդեն իսկ հիմնավորումներ է ներկայացնում, որ այդ գողության հետ ինքը չէր կարող կապ ունենալ, դե բնականաբար կընթանա համապատասխան քննչական գործողություն կիմանանք, բայց նա ընդամենը կասկածյալ է այս փուլում եւ կասկածյալին, ով իր խոսքով ներս է հրավիրել ոստիկաններին, պատրաստվել է իրենց հետ դուրս գալ, այդ ընթացքում սուրճ է առաջարկել եւ մեկ էլ հանկարծ սա մասկի շոուի բեմադրության նման ինչ որ բան է հիշեցնում եւ ինչու ավելի շատ կարծես մեզ ուղերձ լինի, որ ձեր իրավունքները ավարտվում են հենց այնտեղ, որտեղ սկսվում են մեր ցանկությունները, ԿՊԱ-ականների, ծնողների եւ հենց մեր ուժայինների։ Մեծադաշտ իրական լուծում են աղմուկով։ Ես մեծ հաշվով, տեսեք, հակառակ աղմուկը չեն տալիս, որ ձեր իրավունքները պաշտպանված են, ընդհակառակը ասում են, ով համարձակվեց ծպտալ մեր դեմ, այսպես ենք անելու։ Ես կսկսեմ նոր-նորքի թաղապետարանում տեղի ունեցածից, ինչ տեղի ունեցավ, մեծ հաշվով մի քիչ փողոցային լեզվով ասած ժեկի կռիվ էր, ժեկի պետի մակարդակով ինչ որ կռիվ էր, որը որ դարձավ Հայաստանի քաղաքական առօրյա հիմնական քննարկման առարկան։ Սրան որ ակնարկում եք, որ ակտիվիստներ հիմք տվել դրա Չէ, երկուսն էլ միգուցե հիմք են տվել, միգուցե ճիշտ բաներ են ասում, այո, կոռուպցիոն սխեմաներ կան, լավ չեն շինարարություն իրականացնում, բայց խնդիրը այդտեղ չի։ Քասկեղով վերջի ստացիայի հիվանդին տանել մատնահարդարման ու չբուժել հիմնական խնդիրները, դա նորմալ չի։ Այդ մանկապարտեզը, ասֆալտը, դրանք հետևանքներ են, ինչից է սկսում, բայց նման աղմուկ բարձրացնելով իրենք փորձում են կոծկել հաջորդիվ նախապատրաստող process-ները։ Իսկ ինչ է պատրաստում հաջորդիվ։ Մայիսի 9-ին Փաշինյանը գնալու է Մոսկվա։ Այո։ Մայիսի 9-ը պատահական օր չի այս դեպքում Հայաստանի Հանրապետության համար։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, երակողմ համաձայնագիրը 4-րդ կետն է, որտեղ որ հստակ նշված է, որ 6 ամիսը լրանալուց առաջ պետք է կողմերը կամ ոչինչ չասեն ու օրենքի ուժով ինքը կերկարաձգվի կամ եթե ինչ-որ առարկություններ ունեն, դա կլուծարվի այդ պայմանագիրը։ Բայց միգուցե լուծարվելու պարագայում նոր պայմանագիր առաջարկվի, որտեղ կլինի միայն 9-րդ կետի դրվիթը, որովհետև մյուսներն արդեն գոյություն չունեն, եւ նոր կետեր կառաջադրվի Հայաստանի Հանրապետությանը։ Հիմա մայիսի 9-ին մեզ համար
Որոշիչ օր է հենց այս առումը, որովհետև մայիսի 9-ը հենց այդ 6 ամիսն է։ Նոյեմբերին երբ որ հետ են գալի, հաշվում ենք 6 ամիս, ուղիղ 6 ամիս է։ Հենց այս ամեն ինչն է փորձում այս աղմուկը կոծկել։ Այսինքն իրական process-ներից մեզ հետ են մղում, տանում են դեպի մանկապարտեզի շինարարությունը, ինչը բնորոշ կլիներ, կարևոր հարցեր կլինեն քննարկելու, երբ որ մենք լինենք օրինակ Ռուսաստանի կազմում, պաշտպանության, անկախության, անվտանգության խնդիր չենք ունենա, քննարկենք այդ մանկապարտեզները լավ են սարքած, վատ են սարքած։ Այլ հիմնական հարցը էս կլիներ, ինչպես եղել է խորհրդային միության ժամանակ։ Բայց սրանք լավ չեն սարքվելու, վատ են լինելու, ասֆալտն է վատ լինելու, ամեն ինչ այդ կոռուպցիան անդադ ավելի արմատավորվելու Հայաստանի Հանրապետություն, քանի դեռ խնդիրը դրված չի անկախության համար։ Այսինքն, երբ որ չունես անկախ պետություն, դու այդ պետությանը վերաբերվում ես որպես ուրիշ պետությանը, ուրիշի պետության, որից թալանելը նորմալ երևույթ է, որից գողանալը նորմալ երևույթ է։ Պետական մտածելակերպի բացակայություն։ Դες սովետական միության ժամանակ ինչ են բոլորը գողացել գործարաններից։ Ինչ են բոլորը թալանել այդ պետությունից, որովհետև համարել են, որ դա իրենց պետությունը չէ։ Ուրիշի պետությունից կարելի է գողանալ։ Նորմալ երևույթ է դարձել։ Դա առօրյան է եղել։ Սովետական միություն, կարելի է վերցնել եւ դարձնել։ Բայց եթե դա մերն է, մեր անկախությունը, պետությունը դա մեր երեխան է, մեր ծնողն է, չգիտեմ, ասենք, սեփականից տանելը, դա արդեն նորմալ չի, առողջ չի։ Բայց քանի դեռ չունենք սա, չենք կարող հետևանքները փորձել վերացնել։ Ասենք լավ մանկապարտեզ սարքեցի։ Ախր խնդիրներն այլտեղ են։ Ու իրենք այս աղմուկը բարձրացնում են երկու ստեկ, երկու կողմով աղմուկը բարձրացնում են, որպեսզի լրացնեն չերևա հիմնականը թե ինչ պետք է արվի։ Ու սա արվում է Եվրոպամետ կուսակցության միջոցով։ Ես էլ եմ ժամանակին իրենց հետ ճանապարհ անցել, այդ էլ իմ կյանքի մի փուլն է եղել, այն ժամանակ իրենք արտահայտվում են այդպես ռադիկալ ձևով, արտահայտվում են շատ վատ ձևով ՔՊ-ի մասին, Վազգեն Սարգսյանի գիծն էին տանում, Արցախ հայկական պահելու գիծն էին տանում 21 թվականին։ Այդ ժամանակ ես իրենց հետ ճանապարհ եմ անցել, բայց իրենք հետո գնացին բոլորովին այլ ուղղություն։ Կոալիցիա կազմեցին մի ուժի հետ, որը որ Վազգեն Սարգսյանի ձեռքբերումը հավասարեցրեց 0-ի, զրոյացրեց ու ճանաչեցին Արցախը Ադրբեջանի կազմում։ Իրենք են ճանաչել։ Ոչ մենք, ոչ մեր մտածող մարդիկ եւ ոչ էլ հայ ժողովուրդը։ Իդեպ մի քանի դրվագով իրենք կարողացան ձայներ ապահովել եւ ավականիում եւ մենք տեսնում ենք թե ինչի դիմաց իրենք ի վերջո ստացան շատ որոշակի դիվիդենդներ, ստացան թաղապետերի պորտֆելներ եւ այս վերջերս հետքը հրապարակեց բավականին հետաքրքիր հետազոտություն, որ Արամ Սարգսյանի թիմակիցներից մեկին առնչվող գործարարը կարողացել է վերցնել Կասկադի վերին հատվածի շինարարության, այսպես բոլորովին այլ նախագիծ, այսինքն ոչ այն, ինչը որ գուցե ինչ-որ չափով ընդունելի կլիներ Թամանյանի համար։ Անդրադառնանք մեր հարևաններից մեկի հետ կապված էլի բավականին լարված վիճակի։ Նախորդ շաբաթ խոսեցինք, որ Ամերիկան եւ Իրանը ունեցան բավականին հաջող բանակցությունների փուլ, հաջորդ փուլից առաջ, սակայն, Ամերիկան մտցրեց պատժամիջոցներ նավթային ընկերությունների դեմ եւ դա հիմնավորեց թե նավթադոլարներով, նավթային ընկերություններից ստացված գումարներով Իրանը ապակայունացնող եւ ահաբեկչական գործունեություն է ֆինանսավորում, հենց այդպես բառացի մեջ բերում եմ։ Իրանն էլ այդ որոշումը դատապարտեց, դա որակելով տնտեսական ահաբեկչություն։ Այս կետի վրա հետաձգվեցին հետագա բանակցությունները։ Տեսանք, որ Իրանը գնաց Ադրբեջան, Ադրբեջանում բավականին հետաքրքիր հարցազրույցներ ունեցան այնտեղ հիմնական հեռուստատեսությունների հետ եւ Ադրբեջանում արդեն հնգորյա այցով Զանգեզուրյան միջանցքը եւ առհասարակ տարածաշրջանային խնդիրները պիտի քննարկի Իսրայելը։ Հնգորյա այց Իսրայելի համար դա բավականին տևական ժամանակ է պատերազմող երկրի համար 5 օր շարունակ։ Դա էլ նշենք եւ հիշենք, որ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների մեջ Հնդկաստանը մեզ համար բարեկամ, այսպես գործընկեր պետություն է, որից մենք այսպես ակնկալիքներ ունենք ստանալու սպառազինության մասով բավականին հետաքրքիր պայմանագրեր ունենք, իսկ Պակիստանը ընդհակառակը ընդգծված ադրբեջանամետ, թուրքամետ երկիր է, մեզ հետ չունի դիվանագիտական հարաբերություններ եւ Թուրքիայից վերջին օրերին մի քանի ռազմական օդանավ արդեն բեռնված գնացել է Պակիստան։
միակ պետությունն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Պակիստանը ակնհայտ մեր նկատմամբ ճշնամական վերաբերմունք ունի։ Իրանի հետ կապված Իրան-ԱՄՆ հարաբերությունները որոշակի դանդաղ, բայց գնում են դեպի առաջ։ Բանակցությունները կապ չունի, որ որոշ տեղեր չեն հասկանում, բայց հիմնականում իրավիճակը այնպես է դասավորվել, որ ասենք դրա արդյունքում մենք այս պահին հարաբերական խաղաղության վիճակում ենք ու չգիտես ինչի անկախ Փաշինյանի կամքից Փաշինյանը կարողանում է դա խաղարկել, որ դա իր ձեռքբերումն է։ Դրա հետ ինքը կապ չունի, ինչպես կապ չի ունեցել օրինակ տնտեսական ակտիվության հետ, որը պայմանավորված էր, ասենք ռուսների Հայաստան գալով կամ ինչպես մինչև պատերազմներ, ասենք այդ մինչև մաքսային միության ամբողջական այդ օրենքների փաթեթը աշխատել է, որ մեքենաներին տանում բերում որոշակի ֆինանսական շարժեր ապահովում, անկախ իր կամքից ինքը դրան որևիցե մասնակցություն չունի, բայց ներկայացնում է որպես իր կառավարության հաջող ծրագիր։ Հիմա հերթականն է, երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակները անկախ իր կամքից դասավորվում են այնպես, որ մեզ համար որոշակի ժամանակ շահելու հնարավորություններ է տալիս, բայց սա երկար չի շարունակվի, քանի դեռ մենք մեզ որպես գործոն, որպես սուբյեկտ չենք դրսևորել։ Իսկ Փաշինյանի օրակարգը հետևյալն է, եկեք մենք ամեն ինչից հրաժարվենք, մենք գոյություն չունենք։ Բանը հասել է օրինակ նախորդ շաբաթ ապրիլի 24-ի հետ կապված։ Իրենք ցանկանում են նույնիսկ ձերբազատվել զոհի դերից։ Այսինքն ոչ մի ձև գոյություն չունեն։ Ասում են եկեք սրանից էլ հրաժարվենք։ Իրենց ամբողջ խոսույթը միգուցե ուղիղ չեն ասում, բայց իրենց խոսքը այնպես են կառուցում, որ ընկալման մեջ դառնում է այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը եւ հայազգը արժանի չեն նույնիսկ զոհ լինելուն, այսինքն մենք դադարում ենք որպես սուբյեկտ լինելուց։ Իրենք հենց սա են տանում, մեզ գիծն են առաջ տանում։ Դրա համար աշխարհաքաղաքական իրավիճակները ժամանակ առ ժամանակ մեզ բազմաթիվ հնարավորություններ են տալիս եւ դիրքավորվելու համար եւ լավ դիրքավորվելու համար, բայց արդյունք չենք ունենալու, քանի դեռ այստեղ փոփոխություններ տեղի չեն ունեցել ու Հայաստանում, ասենք, չի ձևավորվել այնպիսի կառավարություն, այնպիսի իշխանություն, որ առաջ կտանի Հայաստանի Հանրապետության շահը ու կփորձի դիրքավորվել հարմար գործընկերների հետ շահերը համադրելուն։ Հավելեմ, որ ադրբեջանական պետական հեռուստաընկերության լրագրողը 3 հարց տվեց Արարչին եւ 3-ին էր ի պատասխան նա ընդգծեց հստակ, որ պետությունները պիտի հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, պիտի հարգեն միմյանց սահմանները, պիտի հարգեն հարևանի իրավունքները։ Այսինքն հստակ ասում էր, որ այսա իրոք ինձ համար դիրքորոշում է։ Նախորդ օրը ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ անընդհատ տարբեր քարոզիչների էին հրավիրում եթերներին, փորձելով պոկել այսպես խոստումներ կամ ինչ-որ կանխատեսումներ, որ Արարչին ինչ-որ հետաքրքիր իրենց համար Ադրբեջանը նպաստ հայտարարություններ է անելու, բայց բոլորը շատ զգուշավոր էին եւ ես համենայն դեպս չեմ հանդիպել այնպիսի մի հայտարարության, որտեղ իրենք նպաստավոր ինչ-որ մի բան կասեին իրենց համար եւ փաստորեն նորից այս հավասարակշռությունը իրանյան համենայն դեպս այս պահին կարող ենք արձանագրել։ Ինչքանով դրանից կօգտվենք, այդ արդեն այս պահին մեզ համար ուղղակի ժամանակ ենք շահում ի շնորհիվ Իրանի, բայց սա էլ վատ նախադրյալներ ունի։ Ասենք 1, 2, 5, 10 Իրանը եթե սկսեց ինքը մեր տեղը որոշել, թե ինչ է լինելու, ինչ չէ, հաջորդիվ գլխներից ասենք մենալու ենք ասող Իրան։ Այսինքն իր շահին համապատասխանեցնող, իր շահին համապատասխանեցնող պետություն, որը որ կսկսի Իրանը ասել։ Ինչը ժամանակին երկար ժամանակ եղել է այդպես, մենք դրա համար ենք ասում, որ կապ չունի, Իրանը կորոշի, Հնդկաստանը կորոշի, Ռուսաստանը կորոշի, Ֆրանսիան կորոշի, քանի դեռ մենք չենք որոշողը։ Արդյունքը լավ չի լինելու։ Մեզ համար ինչ տարբերություն։ Ասենք Իրանն է որոշում ու իր օրենքները մեզ պարտադրում, Ռուսաստանը, Ֆրանսիան, թե ենթադրենք Ադրբեջանը կամ Թուրքիան։ Եթե մենք չենք որոշողը, մենք արդեն գործոն չենք, իրենք իրենց շահին կհարմարեցնեն ու արդյունքում մեզ համար լավ չի լինելու։ Եվս մի հետաքրքիր դրվագ կար անկայուն աշխարհի մեր օրերում ադրբեջանական դասագրքերում գիտենք, որ հայատյացությունը ամենուր է, սկսած մաթեմատիկայից, վերջացրած բնագիտական ու հասարակագիտական բոլոր առարկաներով,
բայց տեսանք, որ առավել շատ էին զինվորական համազգեստով դպրոցականները։ Կարծես դպրոցականների համազգեստը լիներ հենց զինվորական համազգեստը, բայց հենց այս շաբաթ մենք տեղեկացանք նաև, որ ոմային դատի տվեց Ադրբեջանը, թե զինված ապստամբություն եւ շատ տարօրինակ ինչ որ հոդված էր, անկեղծ ասած չեմ կարող մեջ բերել, որովհետեւ հոդվածը կոնկրետ չգտա, բայց կարող եմ ասել, որ այնտեղ կար դրիթ նաև անչափահասներին զինվորական պատրաստություն անցկացնելու մասով։ Ինչին ի պատասխան Վովա Վարդանովը ասաց, որ անչափահասները իրենց մոտ կարող են գրանցվել, ընդհանրապես բոլորը գրանցվում են 16 տարեկանից սկսած, իսկ 14-ից 16 տարեկանները միայն ընդունում են այն պարագայում, եթե իրենց հետ հաճախող իրենց հարազատ մեծահասակ կա։ Այս դիսոնանսը, որ իրենք ամբողջովին ռազմակալվում են, իսկ մեզ նույնիսկ այսպես պատկերավոր ասենք թույլ չեն տալի խոհանոցի դանակ ունենալ, նորից ինձ հիշեցնում է 1915-ին նախորդող պատմական պարույրի այդ դրվագը, երբ դատարկում էին հայերին, զինաթափում էին, բոլոր առումներով փորձում էին զրկել ինքնապաշտպանության միջոցներից, իրենք պատրաստվելով կոտորել։ Նման հայտարարություններ բազմաթիվ են եղել Ադրբեջանի կողմից։ Սկսած օրինակ, երբ որ մենք քաղաքացիական հրաձգարան ենք կառուցել Ազատազան հետ համատեղ վերին ոսկե պարում իրենք այդ ժամանակ վայրենասուն բարձրացրեցին, ոմայի նկատմամբ են քանի անգամ արել, սա առաջ դեպքը չի, երբ որ ոմայի դեմ իրենք բողոքում են։ Երկրապահ վերցրել եւ էլի գործ հարուցել, կալիբերազով բավականին երկար պտտեցին, թե երեխաների հետ են պարապում։ Երկրապահի նկատմամբ են արել, վերջերս հոլովակներ են տարածում CBC իրենց այդ պաշտոնական հեռուստաընկերությամբ, օրինակ փնտրում են արաբոջոկատի հրամանատարը Մավելի Ղեզարանին, ու սա շարունակվելու է։ Սրա միակ տարբերակը, երբ որ այդ ճանապարհ անցած մարդիկ գոնե ինչ որ կետում լինեն ուր, երբ որ թշնամին արդեն պայքարում է իրենց դեմ անհատական ու ներսից էլ մեծ հաշվով իրենց պաշտպանողներ չկան, այսինքն իշխանության մակարդակով իրենց պաշտպանողներ չկան, դա ծնելու է վատ հետևանքներ։ Վերջերս Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Երկաթմինասյանի հետ ենք զրուցում, ինքն ասաց, երբ որ 95 թվականին հալածանքներ սկսվեց մեր իշխանությունների կողմից Մավելի Ղեզարանի նկատմամբ ու մենք բոլորս լռեցինք, ոչ մեկ չպաշտպանեց, դա հետո բերեց վատ արդյունքի, որ բոլորիս դուրը թակեց այդ պետության կողմից ճնշումները Արցախյան պատերազմի մասնակիցների նկատմամբ։ Հիմա սա հաջորդ փուլն է, երբ որ մեր պետությունը արդեն կպայքարի բոլոր հրամանատարների, բոլոր պատերազմով անցած մարդկանց ու պայքարի ոգի քարոզող մարդկանց դեմ, որը հենց այս ձևով են տանելու կապիտուլյացիայի, Հայաստանին պարտադրեն կապիտուլյացիա ու Ադրբեջանի գերակայություն։ Հենց այս մեթոդն է, որ ասում են անկախության հռչակագրից պետք է հրաժարվեք, պետք է այս մարդկանց կամ դուք ինքներդ տեղում դատարանի առաջ կանգնեցնեք որպես հանցագործներ, ռազմական հանցագործներ կամ արտահանձնեք Ադրբեջանին, սա ուր չլինենք, չարձագանքենք, միասին չլինենք ու միասին չպայքարենք այս երևույթների դեմ։ Վաղը մյուս օր պետական ապարատը ծառայեցնելով հասնելու են իրենց նպատակներին։ Փաշինյան Ալիև համատեղ այդ դաշինք, որովհետև օրինակ 20 թվականի սեպտեմբերի 26-ին մենք չէինք էլ պատկերացնի, որ 25 թվականին կունենանք այս կարգավիճակը։ Երբ որ հիմա մենք սրա մասին բարձրաձայնում ենք, չենք ասում, որ մենք վատատես ենք, վատ բաներ ենք քարոզում, չէ։ Մենք զգուշացնում ենք, որ այս ուղղությամբ է գնում, պատմության գից այս ուղղությամբ է գնում ու դա հնարավոր է կանգնացնել, դա հնարավոր է հետ շրջել, դեռ մի բան էլ ավել, այս մարդիկ, ովքեր որ պետության նկատմամբ իրականացրել են բազմաթիվ հանցագործություններ, սկսած հակապետական գործունեությունից վերջացրած կոռուպցիոն սխեմաներով, իրենք բոլորը պետք է կանգնեն անկախ Հայաստանի դատարանների առաջ ու պատասխան տան անկախ Հայաստանի օրենքներով։ Իսկ թե որքան աբսուրդային կարող են լինել Բաքվի պահանջները, կարող ենք տեսնել արևելագետ Արտյոմ Տոնոյանի գրառման մեջ 105 տարի առաջ այսօրը ապրիլի 28-ին բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակ առանց դիմադրության մտավ Բաքու եւ Ադրբեջանի ժողովրդական հանրապետությունը լուծարվեց։ Բաքվի քարոզչամեքենան վերցրել է այս իրադարձության պատասխանատվությունը ռուսների եւ ադրբեջանցիների վրայից եւ դրել հայ բոլշևիկների վզին,
որոնք իբր բոլշևիկյան դիմակի տակ թաքնված դաշնակցականներ էին եւ այդ կերպ զբաղված էին Ադրբեջանի անկախությունը վերացնելու հայկական դավադիր ծրագիրը իրագործելով։ Պատկերացնում եք, մենք ենք խորհրդայնացրել Ադրբեջանը։ Եվ սա ցույց է տալիս, որ հայերից նկատմամբ մեղադրանքները կարող են լինել շատ բազմապիսի, շատ անակնկալ շրջադարձերով եւ եթե մենք չենք կարողանում զորեղանալ այնքան, որ դիմադրենք եւ չենք ունենում քաղաքական կամքը այդ գիծը բռնելու, մենք կարող ենք ամենատարբեր հարձակումների ենթարկվել եւ դրանց դեմ լինել լիարժեք անպաշտպան։ Պահանջները ավելանալու են ու դրան զուգահեռ Հայաստանում Փաշինյանն ասում է, որ պետք է դատական հայցերը հետ կանչել, ինքը այդ օրակարգն է առաջ տանում, Հայաստանը հետ կկանչի, ինչպես որ շատ արագ զորքերը հանեց Խարվաճարից, Բերձորից, նույնպես այս պարագայում ինքը իր մասով իր վերցրած պարտավորությունները իրականացնել, Ադրբեջանը դրան հակառակ կսկսի ավելի խորացնել, ավելի սրել իրավիճակը ու հետաքրքիր հետևյալ բանը, երբ որ Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի գլխավորությամբ ստորագրում էր Հռոմի ստատուտը, ինքը մեկնաբանում է, որ սա Ադրբեջանի պատասխանատվության միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի պատասխանատվության ենթարկելու համար է։ Հիմա հետ են գալի, ինքեր ինչի ստորագրեցիր այդ Հռոմի ստատուտը, որ Ադրբեջանի պատասխանատվության ենթարկես։ Ինչի՞ չես ենթարկում Ադրբեջանի պատասխանատվության։ Ինչ ես պատրաստում բոլոր հայցերը հետ կանչելու։ Այս մարդիկ այսօր մի բան ասում, մի բան անում, վաղը լրիվ այլ բան, բայց մեծ հաշվով իրենց հիմնական գործը պետականության հիմքերը փորելն է, այսինքն որ պետականությունը փլուզվի։ Եվ որպեսզի այդպես չլինի, քիչ առաջ մասից ասած մենք գնում ենք այս ուղությամբ եւ դիմացը վտանգ կա։ Մենք գնում ենք այս ուղությամբ եւ այս արագությամբ եւ շատ որոշակի պահի ընկնելու ենք այդ փոսը։ Եթե չկանգնեցնենք ընթացքը, չշրջենք եւ չկատարենք հայանպաստ մեր երկրի համար, մեր պետության համար շատ կարևոր քայլեր։ Մենք նախատեսում ենք շատ որոշակի քայլերի դիմել։ Եթե դուք էլ մեզ հետ եք, մենք սպասում ենք ձեզ ամեն օր, բացի կիրակի օրերից։ Եկեք մարտական եղբայրություն, աշխատենք միասին։ Ստեղծենք մի կազմակերպություն, մի քաղաքական ուժ, որի միջոցով կկարողանանք այս process-ները կանգնեցնել, ոչ միայն կանգնեցնել, այլ նաև ոտքի կանգնել ու ցույց տալ, որ մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք, որովհետև եթե այդպեսին չլինեինք, մեր դեմ հետևյալ պայքարը չէին արի։ Միասին մենք կարող ենք։ Սպասում ենք ձեզ։